որտեղ կարող եք զարգացնել եւ ձեր երեխաների ինտելեկտուալ կարողությունները։ Հաջորդ կարևոր օրը մենք տեսնում ենք ամսի 3-ին եւ 4-ին Լուսինը գտնվելու է Կույսի կենդանակերպում։ Փորձենք այստեղ դիտարկել դիրքերը, 3-ին ավելի բարենպաստ դիրքեր են, բայց 4-ը գիտեմ, որ անբարենպաստ են։ Տեսեք, 3-ի այս ցերեկային ժամերը անբարենպաստ են, սիրելի հետևորդներ, այն խնդիրներ կառաջացնի աշխատանքում, այնտեղ հնարավոր են անհամաձայնություն լինի աշխատակիցների միջև, այդ էմոցիոնալ այդ տարաձայնությունը կարող է վերածվել ամբողջ մի անհարմարության։ Բարենպաստ չի աշխատանքում ինչ-որ փոփոխություններ կատարել, բանակցել, խոսել, հնարավոր է, որ հաջողություններ չլինի։ Անցնենք ամսի 4-ը, տեսնում եք, 4-ը ավելի բարդ է, սիրելի հետևորդներ, փաստորեն ամսի 2-ն էր բարենպաստ։ Ես 1-ից անցա 3, բայց 2-ը բարենպաստ էր, ճիշտ է, Լուսնի բարդերքը Ուրանի հետ խանգարում է, բայց ցերեկային ժամերին այն ունի դրական դիրքեր, եթե մենք դիտարկում ենք, ցերեկային ժամերն են, կարող եք ձեր աշխատանքային այդ գործերը կարգավորել, բայց հաջորդ 2 օրը ես խնդիրներ եմ տեսնում, փաստորեն 3-4-ը բարենպաստ չեն աշխատանքի եւ մնացած այլ հարցերի համար։ Ամսի 5-ն ենք դիտարկում, 5-ը մենք տեսնում ենք այստեղ դիրքեր, կեսօրից հետո Լուսինը ավելի բարենպաստ դիրքեր է վերցնում, այստեղ եթե տեսնում ենք, այն արդեն իսկ անցնում է Սատուրնի հետ օպոզիցիան, չնայած օրը 9-րդ լուսնային օրն է, բայց այդ օրը բարենպաստ է անձնական կյանքը դասավորելու, այդ միությունը գրանցելու, Լուսինը կշարքի կենդանակերպում, դա գործընկերներն են, զուգընկերներն են, որոնց հետ կարող եք կայուն հարաբերություններ սկսել, համացանցում կարող եք ակտիվ լինել լրատվամիջոցներում, սիրելի հետևորդներ, այդպիսի դրական դիրքավորում եղել է փետրվար ամսին, դա հունվարի վերջի նորալուսին էր ջրհոսի կենդանակերպում, այստեղ աճող տրիգոն դիրքավորում, մեծ հնարավորություններ, բանակցություններ վարելու, խոսակցություններ վարելու, ինտելեկտուալ այդ բոլոր պրոյեկտները եւ սկսելու եւ մասնակցություն ցուցաբերելու, ակտիվ եղեք համացանցում, փորձեք ներգրավել մեծ այդ հանրային լսարանը դեպի ձեր կողմը, ինտելեկտուալ այդ աշխատանքով զբաղվելու, լրատվամիջոցներում, տեղեկատվական այդ տիրույթում, համացանցում, ակտիվություն ցուցաբերելու, նոր գործընկերներ ձեռք բերելու եւ բանակցելու համար ամենաբարենը